Մարդը, որը համարվում է պատգամավորի թեկնածու, կարող է արդյոք որ վերություն կարող է դատախազությունը նրան մեղադրանք առաջադրել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Դուք որ հարցնողում եք ինձ որպես իրավաբան, իրականում ստացվում է, որ ես պետք է փաստաբանություն անեմ կամ իրավական մեկնաբանություններ տամ որևէ մարմնի գործողությունների հետ կապված, ինչը ես չեմ ցանկանում անել։ Ես իրականում կարծում եմ, որ դատախազությունը կամ քննչական մարմինը process-ին շատ ավելի լավ է տիրապետում, որովհետև դա նրանց ամենօրյա աշխատանքն է եւ չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ նրանց աշխատանքի հետ կապված։ Ես բայց հարցնում եմ ոչ թե աշխատանքը մեկնաբանել, այլ իրավական կարգավորումներով։ Ես չեմ դուք իրավապահ մարմին այդպիսի բան անել, կարող է թե չի կարող։ Չեմ հիշում իրավական կարգավորումները, անկեղծ ասեմ, բայց մեկնաբանել աշխատանքը չեմ պատրաստվում։ Իսկ Գինդալյան, երեք դուք քաղաքացիական պայմանագրի վարչության նիստին եք մասնակցում, հնարավոր է սահմանադրության հարցներ օրակարգում քննարկման թեման, եթե այո, կարող եք մանրամասներ ներկայացնել։ Այո, քննարկում ենք, թե երբ տանկի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակներում եւ երբ հրապարակենք սահմանադրության տեքստը։ Մանդատների բաշխվածությամբ, եթե ես չավարտեցի ներողություն եմ խնդրում։ որպես շարունակություն եմ, բայց արդեն մոռացա ինչ էի ասում։ Երեք քննարկում էինք, թե երբ Ճողոտրություններ պետք է ներկայացվեր, հետո ժամկետային փաստորեն փոփոխություն եղավ եւ տարբեր մեկնաբանություններ եղավ, որ այդ կերպ նաեւ փաստորեն խուսափել եք, որովհետեւ կարող է ժողովրդի զայրույթ առաջացնել, օգուտ չլինի ԿՊ-ին եւ դա է պատճառը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք եւ ըստ 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել թե ոչ։ Բայց մենք ձեր հարցի հետ կապված, որը վերաբերում է ինչու չեք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք, սա է իմ պատասխանը։ Գալյանի հարցը էլի 61 մանդատ ունենալու դեպքում փաստորեն իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ հանրակրվեի դնել սահմանադրական փոփոխությունները ինչպես է այդ դեպքում սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու։ Իսկ հիմա քանի մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցը այն է, եթե դուք նկատի ունեք իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել, որովհետև այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխելը եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակել է եւ հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Նիկոլ Փաշինյանը ասում էր մինչև լուծումները մի վարքյանել այս հարցի հետ կապված, որ եթե ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի սեպտեմբերին։ Հիմա ԿՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Այսինքն ինչ եք անելու, եթե ձայների հաշվարկի օգուտ ԿՊ-ի չի։ Ինչ առումով սահմանադրական մեծամասնության տեսանյութ։ Դե ես ձեզ նույն բանն եմ ասում եմ, որ հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են ընդդիմադիր գործընկերների նկատի ունեմ, ապագայում, եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն, կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։